Բարև բոլորին, այսօր ցույց կտամ, թե ինչպես կարող եք ետ վերադարձնել վերցրած վարկը իր տոկոսներով հանդերձ։ Հիմա այստեղ սեղմենք ենք զայմի եւ ցույց տամ, որ վերցրել եմ վարկ, այնտեղ եթե նայել եք վիդեո դասերից, նախորդ վիդեո դասը ավելի ճիշտ, այնտեղ պատահականությամբ ես վարկերից մեկը վերցրեցի 3 օրով, ահա $50 3 օրով պետք է նրանց ետ վերադարձնեի 3 օրվա ընթացքում, այսինքն 3 օրը չպետք է անցներ եւ ես պետք է վերադարձնեի $50.75։ Եվ այստեղ մեկ վայրկյան սեղմենք Վլաժենյա։ Այնտեղ էլ ցույց տամ, թե ինչ է կատարվել, ուրեմն այդ վերցրած վարկս, այդ $50 ես տվեցի մեկ ուրիշին ավելի մեծ տոկոսով, այսինքն վերցրեցի 0.5%-ով ու տվեցի 1. կարծեմ 7%-ով տվեցի, որ միանգամից վերցնեն, երևի սա կլինի, ահա, տեսեք, 3 օրով տվեցի, ամսի 29-ին տվել եմ, ամսի 1-ին նա պետք է վերադարձնեին եւ վերադարձել է, ասենք մենք կաշելյակ, հիմա տեսեք $51.28 պետք է ես ստանայի, այստեղ 1.28%-ը գնում է պրոյեկտին, 50%-ը, իսկ ընդհանուր պրիբիլը կազմել էր $2.55։ Հիմա բացենք կաշելյակը, տեսնենք, ահա, այստեղ ստացանք մեր $50 պլյուս այդ $2.55, որը որ պրիբիլը, եւ այստեղ մինուս եղավ $1.28, ահա, սա էլ պրոյեկտին արդեն գնում այդ 50%-ը, իսկ մնացած գումարը, ինչպես տեսնում եք, հիմա ինձ մոտ կա արդեն $51.27, այստեղ գրած է 28, բայց նո այդ 0.01 կարծեմ ոչինչ չի փոխի եւ ոչ մեկիդ այսպես ետ չի կանգնեցնի այս սայթում գրանցվելու համար։ Լավ, ամեն դեպքում հիմա արդեն եկեք ետ վերադարձնենք վերցրած վարկը իր տոկոսով հանդերձ, սեղմենք զայմի ու այստեղ ընտրում ենք այդ գտնում ենք այդ տոկոսը, հա տեսեք, քանի որ միայն այս վարկն եմ վերցրել 3 օրով, մնացածը բոլորը 29 օրով են։ Սեղմենք погасить кредит, այստեղ ասում է համոզվեք, որ դուք ունեք բավականաչափ գումար, ես արդեն ունեմ բավականաչափ գումար, սեղմենք подтвердить, успешно погашен, եւ վերջ։ Մենք մարեցինք այս վարկը եւ հիմա կարծեմ կարող եմ կրկին վերցնել վարկ $50 չափով, տեսեք զայմին մեկ վարքեն այստեղ վերվում ինչ-որ բան կրած է զայմին արբիտրաժ պրոզմինի այսինքն ես այլ կրեդիտներ ունեմ, այլ զայմեր ունեմ, չհասկացա։ Լավ, դա հետո ես տեսանյութից հետո կնայեմ։ Հիմա ինչպես տեսնում ենք $900 էր այստեղ զայմին, հիմա դարձավ արդեն 850, իսկ այստեղ չէ, այստեղ նույն թիվը մնաց, իսկ այստեղ կաշելյակում հիմա այստեղ կմնա մոտավորապես $0.50, $0.52 մնաց USD 1 հաշվի համարում, ճիշտ է, ներկապային չեն կարող այս USD 1 հաշվի համարից գումար անել, իսկ այս սրտիկով USD-ից կարող ենք անել, բայց հետագայում արդեն, հետագայում չէ, իմ ներկապային արդեն աշխատում են մարդիկ, որպեսզի այս USD 1-ից էլ կարողանանք գումարը հանել, դե ինչ, այսօր այսքանը, չենք մոռանում անդամագրվել, դնել լայքեր, որպեսզի բաց չթողնենք նոր տեսանյութերը, ցտեսություն։